Որ այս ուշ ժամին դուք համախմբվել եք այստեղ։ Գիտենք, որ դուք եկել եք այստեղ ձեր վրդովմունքը արտահայտելու վերջին օրերին Հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու մեր եւ եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Սիրելիներ, գիտենք, որ այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակացման, իսպյուրս աշխարհի։ Հավատում ենք, որ Աստուծո ողորմությամբ եւ օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուսականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամեն։ Ամուր մնացեք ձեր հավատքի եւ առ եկեղեցին ունեցած ձեր սիրո եւ հավատարմության մեջ։ Ամեն։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաեւ ցանկանում ենք ասել, որ այն առավել եւս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ արձեզ առ հայրենին մեր իրականացնելու արդյունավոր կերպով անշեղորեն եւ մեր հորդորը պիտի լինի միաժամանակ մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին եւ հարթել մեր կյանքի բոլոր դժվարությունները լավատեսությամբ, հույսով ու հավատով երթել մեր եւ մեր զավակների վաղվա պայծառով։ Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս։ Այս վերցրեք այդ միկրոֆոնը ումներ։ Վերստին
մեր գնահատանքը, մեր սերն օրհնությունը բերելով ձեզ, հրավիրում ենք, որպեսզի աղոթքով ավարտենք այսօրվա մեր հանդիպումը։ Դերստին ցավ եմ ապրում, որ այս ուշ ժամին դուք առաջնորդված ար եկեղեցին ունեցած ձեր սիրով եկել եք այստեղ ձեր հավատարմություն արսուրբ եկեղեցին արտահայտելու հայոց հայրապետի առջև։ Աղոթենք միասին, աղոթենք ասելով տերունական աղոթքը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Այր, որ եկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեցե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես եկինս եւ եկրի, ըստ մեր անապազոր, Ուրական խաչիվը քոյի խաղաղության, հրկյա ազատյա հերևելի եւ աներևույթ շտամիած, արժանավորյա գոհությամբ փառավորել, ըսկեզնթոր եւ ընցրփոք փույթ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ես ցավում եմ, որ ճշտագիցներից հարցազրույց մեր տեղեկատվական բաժնի հետ մեր գնահատանքը նաև ձեզ, որ այսօր ժամին դուք նույնպես եկել եք այստեղ։ Բեղափար ժողով հրավիրելու եք թե ոչ։ Ոչինչ չեմ կարող ասել հիմա այս պահին։ Նոր հայտարարություն Այնինչ որ կնախատեսենք եւ կնախաձեռնենք, այդ ամենի մասին ժամանակին կտեղեկացվեք։ Կրկին մեր գնահատանքը, մեր օրհնությունը ձեզ եւ մեր բոլոր զավակներին, ովքեր այս պահին համախմբված են այստեղ։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին հուզող։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այդպես ընթանանք դեպի նոր ժամանակներ մեր կյանքի։ Այստեղ կանգնի էր մի գնաց, ուր դարձ։ Սա ես էլ եմ մտել նայելու։ Առաջ էր գնաց։ Սերով նուրը։ Սերովն էլ առաջ։ Վերնալ դա մեկից մեկ անա։ Հայ առաքելական եկեղեցին այստեղ են նաև քաղաքականները բոլորին նրանք այստեղ
Բոլորդ մեկ ձեր օջախներ, անես մեր օրդությունը, մեր աղոտքը ձեզ հետ և արիտներ կունենանք տեսնելու, հանդիպելու, համատեղ աղոթելու և իրարու հետ նաև հարաբերվելու, շփվելու և մեր պատգամը փոխանցելու ձեզ։ Առաջիկա շաբաթ Արարատյան տոներն են, Սուրբ Էջմիածնի որը որ ամբողջանում է, ավարտվում է Սուրբ Էջմիածնի տոնով։ Եվ այդ առիթով նաև մենք նախատեսել ենք, որ Սուրբ մասունքներ պիտի երկրպագության համար դուրս բերենք և տաճարի շուրջ զետեղենք և մեր հավատավոր զավակներ պիտի կարողանան գալ նաև այդ մասունքներից օրհնություն ստանալ։ Այնպես որ հիմա բաժանվենք, մեկնեք, բարի հանգստություն ձեզ, ինչպես որ ընդունված է ասել, հանգիստ քուն և բարի երազներ ձեզ։ Բարին ձեզ։ Հերի պահ,